Սահմանադրական դատարանը 26 հունիսին պիտի քննի 7 քաղաքական ուժերու թիմումները 7 հունիսին Հայաստանի մեջ կայացած խորհրդարանական ընտրություններու արդյունքները չեղարկելու վերաբերյալ Սահմանադրական դատարանը այդ մասին հաղորդակցություն տարածեց։ Կորձով զեկուցող նշանակված է Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շատիրյան։ Միավորված գործի դատականությունը դեղի պիտի ունենա բանավոր ընթացակարգով ըսված է հաղորդակցության մեջ։ Հայաստանի մեջ 7 հունիսին դեղի ունեցած խորհրդարանական ընտրություններու արդյունքներով խորհրդարան անցան քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, Ուժեղ Հայաստան Դաշինքը եւ Հայաստան Դաշինքը։ Վերջին 2 տարվան մեջ հայկական ռազմական արդյունաբերությունը հսկայական հարաճընթաց ապրած է։ Պետական պատվերներու համագարկի միջոցով ոլորտեն ներդրված է 172 միլիարդ դրամ, նախատեսված են նաև հավելյալ 190 միլիարդ դրամ երկարաժամկետ ներդրումներ։ Այս քաղաքականության շնորհիվ հայկական ռազմական արտադրանքը սկսած է արտահանվել։ Աշխարհի խոշորագույն միջազգային ցուցահանդեսը անցյալ շաբաթ Փարիզի մեջ միավորած էր տասնյակ երկիրներ, 2000-ին ավելի ընկերություններ։ Եվրոսատերին ոչ միայն պաշտպանական միջոցներու ցուցադրություն է, այլև հանդիպման եւ նոր պայմանագիրներու կնքման հարթակը, եւ այստեղ ֆրանսական Thales եւ հայկական Բուտեղ ընկերությունները հայտարարեցին ռազմավարական գործընկերության մասին, որը մեծ ձեռքբերում է Հայաստանի ռազմական արդյունաբերության համար։ Ամերիկայի մեջ Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյան հունիս 21-ին 24 կմասնակցի ամերիկյան պետություններու գազագերբության գլխավոր վեհաժողովի 56-րդ տարեկան նստաշրջանին գայտնեն դեսպանադուն է։ Նստաշրջանի աշխատանքներուն զուգահեռ նախադեсված է ղեկավարներու հանդիպում գազագերբության մեջ դիտորդի կարգավիճակ ունեցող երկիրներու պատվիրակություններուն հետ քննարկելու միջազգային օրագարկի շարք հարցեր, ինչպես նաև համագործակցության ընդլայնման կարելիությունները։ Իրանի արտաքին գործոստնախարար Աբբաս Արաքչին հայտարարեց, որ Լիբանանի մեջ Իսրայելի եւ Հեզբոլլայի շարժման միջև շարունակվող պատերազմը ավարտելու գործին մեջ առաջընթաց արձանագրված է։ Նաեւ չեղարկված են Իրանեն քարյուղի արտահանման սահմանափակումները։ Այս մասին Արաքչի գրած է հունիս 22-ի առավոտյան գանուխ Զվիցերիո մեջ Ամերիկայի ներկայացուցիչներու հետ բանակցություններու ավարտեն հետո։ Պակիստանի եւ Կատարի անխոնջ միջնորդությունը մեծ առաջընթաց ապահովեց Լիբանանի պատերազմի ավարտի գործին մեջ քարյուղի արտադրանքի արտահանման Սահմանափակումները չեղարկված են, շրջափակումը գվերանա եւ Իրանի համար կսկսի վերագառուցման եւ զարգացման խոշոր ծրագիր մկրած է անիքսի մեջ։ Ան նաեւ ավելցուցած է, որ առաջին իրական փորձությունը Լիբանանի մեջ հագամարտության ղեկավարման փչիչն է, որում մասին նշված է բանակցություններու արդյունքներով Պակիստանի եւ Կատարի միջնորդներու տարածած հայտարարության մեջ։ Ըստ փաստաթուղթին Ամերիկան եւ Իրանը պայմանավորված են ստեղծել հագամարտության ղեկավարման փչիչը, որը կներառե Լիբանանի կառավարությունը եւ կապահովե Լիբանանի մեջ ռազմական գործողություններու թատրեցման ապահովումը ըստ փոխըմբռնման հուշագիրի։ Բացի այդ, կողմերուն միջև 60 օրով ստեղծված է հաղորդակցության քիծ, որը պետք է օգնի խուսափել միջադեպերեն եւ թյուրիմացությունները, ապահովելով Հորմուզի նեղուցով արևդրային նավերու անվտանգ անցնելը։ Բանակցություններուն ամերիկյան կողմեն մասնակցած են Ամերիկայի փոխնախագահ J.D. Vance, նախագահի բանակնացներ Սթիվ Ուիթկոֆ եւ Ջարեդ Քուշներ։ Իրանյան պատվիրակության գազմի մեջ եղած են Մեջլիսի խոսնակ Մոհամմեդ Բաղեր Ղալիբաֆ եւ արտաքին գործոստնախարար Աբբաս Արաքչի։ Ամերիկայի Միացյալ Նահանգներու փոխնախագահ J.D. Vance մանրամասնություններ հայտնեց Զվիցերիո մեջ Իրանի հետ բանակցություններու մասին։ Ան հայտարարած է, որ Իրանի հետ բանակցություններուն հարաճընթաց կա։ Vance հայտարարած է, որ Վաշինգտոնը մտադիր է շարունակել աշխատանքը Լիբանանի մեջ Իսրայելի եւ Հեզբոլլա շարժման միջև խնդիրը հանգուցալուծելու ուղղությամբ։ Անդրադառնալով Զվիցերիո մեջ Իրանի հետ բանակցություններուն, Vance հայտարարած է, որ սա տեխնիկական բանակցություններու սկիզբն է, որուն ժամանակ բոլոր դարացայնությունները չեն լուծվիր, սակայն այդ թույլ կուտա պատմության մեջ առաջին անգամ նստելու, որպես երկու խումբ հասկանալու համար, թե կողմերուն համար ինչն է ամենակարևորը կարգավորելու այդ հարցերը եւ դեպի ավելի լավ ապագա երթալու։ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփի Սուրիո կողմեն Լիբանանի իրավիճակին հնարավոր միջամտության մասին խոսքերը սխալ մեկնաբանվեցան, հայտարարած է Սուրիո նախագահ Ահմեդ Շարա։ Մենք չենք փապակիր վերադառնալ Լիբանանի մեջ Սուրիո ռազմական միջամտության, ինչպես այդ եղավ անցյալի մեջ, ըսած է Սուրիո առաջնորդը։ Անբարձաբանած է, որ Ամերիկայի նախագահը հայտնած է իր մտահոգությունը Լիբանանի մեջ հագամարտության վերաբերյալ, նշելով, որ Սուրիան գրնաթրական դեր խաղալ Բեյրութի հետ համագարկման շրջանակներում մեջ։ Այս Շարա հայտնած է Լիբանանի ճգնաժամի ղեկավարման հարցով աշխուժ եւ գառուցողական ցիրկ զբաղեցնելու Դամասկոսի պատրաստակամությունը իր նոր արտաքին քաղաքական շրջանակներում մեջ։ Ձեզի հետ Անի Զեյթունցյանը։